Եվրոմեդիայի հարգելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ, տարին վերջանում է, քաղաքական դեբատները եւ քննարկումները շարունակվում են, այս նոր տարին հասարակ նոր տարի չէ, մարդիկ ամանորյա սեղանների շուրջ խոսելու են կրկին քաղաքականությունից, քանի որ 26 թվականը խորհրդարանական ընտրությունների տարի է, շատերի համար վճռորոշ տարի է եւ այսպիսով այսօր քննարկելու ենք 26 թվականի Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները, թե ուր է գնում Հայաստանը արտաքին հիմնական ոլորտում, արդյոք մենք կգնանք դեպի Եվրոպա, թե Հայաստանը կշարունակի իր կուրսը դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ Եվրասիական տնտեսական գոտի։ Ինչպես է զարգանալու մեր կյանքը 26 թվականին, այս հարցի շուրջ այսօր մենք հյուրընկալել ենք Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանին եւ Հանուն սոցիալական արդարություն կուսակցության նախագահ քաղաքագետ Արման Ղուկասյանին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ եկել եք մեր տաղավար այս տոնական օրերին, երբ որ բոլորը զբաղված են, դուք ձեր ժամանակից տրամադրել եք եւ եկել եք։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը այցելեց Սանկտ Պետերբուրգ, այնտեղ տեղ ունեցավ երկկողմ հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկվեցին տարբեր հարցեր կապված առևտրաշրջանառությամբ, քաղաքականության եւ այլն։ Ինչ է կարծում 26 թվականը կլինի 25-ի նման անորոշ, թե 26-ին ինչ որ բաներ փոխվելու են եւ այդ ինչ որ բաները վերաբերվում է հիմնականում որ ուղղությանը ըստ ձեզ դեպի Ռուսաստան կարող է Հայաստանը վերջնականապես թեքվել եւ եվրոպական այսպես ասած օրակարգից հետ կանգնել, թե կարող են շրջադարձներ լինեն դեպի Եվրոպական միություն։ Շնորհակալ եմ հրավերի համար, ի սկզբանե պիտի հիասթափեցնեմ բոլոր նրանց, ովքեր ակնկալում են, որ 2026-ին Հայաստանի Հանրապետությունում շրջադարձ է լինելու դեպի Ռուսաստան, բացառվում է այդ շրջադարձը։ Ինչու եմ ես դա ասում այսքան հաստատուն, նկատի ունենալով նաև 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, իսկ մեր երկիրը խորհրդարանական կառավարման մոդելի երկիր է եւ այդ ընտրությունները գործնականում նշանակում են իշխանության ձևավորում։ Ես խորապես համոզված եմ, որ 2025-ին տեղի ունեցած իրադարձությունները, որում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք այո, շրջադարձային էին ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար, այլև ամբողջ տարածաշրջանի համար, եւ որոնք ունեին աշխարհաքաղաքական նշանակություն։ Ամենայն դեպս այն ստորագրությունները, որոնք դրվեցին օգոստոսի 8-ին Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ադրբեջան հուշագրերի տակ, նախաստորագրությունը, որ դրվեց խաղաղության համաձայնագրի տակ, իսկ դրանից էլ առաջ խորհրդարանում մարտի 24-ին ընդունված միակ օրենքը, որ խորհրդարանը ընդունել է իբրև ժողովրդական նախաձեռնություն, ոչ թե ներկայացրել է կառավարության անդամները կամ ներկայացրել են պատգամավորները, այլ եղել է համաժողովրդական նախաձեռնության արգասիկ եւ դարձել տրիգեր հետագա իրադարձությունների։ Այս երկու իրադարձություններից Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու օրենքի ընդունումից եւ Վաշինգտոնյան համաձայնագրերից այլևս որևէ տեղ մենք չենք իրավաբանական ուժ ունի։ Այդ օրենքը իրավաբանական ուժ ունի եւ հենց այն ժամանակ էլ շատ վիճարկվում էր օրենքը, մենք հռչակում ենք, մենք ինչ ենք անում հռչակելուց զատ, ներկայացվում էին նման փաստարկներ։ Այո, հռչակում ենք եւ գնալու ենք։ Խնդիրը դա էր, որպեսզի էլի հանկարծ ինչ որ մի գիշեր Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավար չարթնանա եւ չորոշի, որ ինքը պետք է Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու փոխարեն հանկարծ հայտնվի բացարձակապես այլ ճամբարում, եթե հիշում եք 2013-ին մենք պատրաստվում էինք Եվրամիության ասոցիացման հետ համաձայնագիր կնքել, բայց հայտնվեցինք Մաքսային միությունում։ Հասկանալի է, բայց պարոն Ղուկասյան, նախ շնորհակալ եմ, որ եկել եք, այս հարցը նաև ձեզ եմ տալիս։ Տիկին Ադամյանը ասում է, որ իրավաբանական ուժ ունի Եվրամիության անդամակցության ազգային ժողովի ընդունած որոշումը, բայց ինչպես գիտենք, նաև մենք փաստացի հանդիսանում ենք Եվրասիական միության անդամ, լիարժեք անդամ, եւ դեռ չենք հանդիսանում Եվրամիության անդամ եւ
անձամբ իմ կարծիքով դեռ երկար ժամանակ է պահանջվելու այդ հարցին անդրադառնալու կամ դառնալու համար, բայց այստեղ որ ասում եմ տեսակետները ձերն են եւ այստեղ իմ տեսակետի հարցը չի։ Ես ուզենայի ձեր կարծիքը, դուք գտնում եք, որ կարող է Հայաստանը, շրջադարձային ինչ-որ արդյունքում շեղվել ռուսական այս ուղեծրից կամ եվրասիական տնտեսական ուղղությունից եւ կուրսը վերցնել դեպի Եվրոպա եւ շատ sense կտրուկ շրջադարձով հաշվի առնելով նաև խորհրդարանական ընտրությունները կա նման հնարավորություն քաղաքական դաշտում։ Տեսեք, Հայաստանի իշխանությունները վարում են ամեն դեպքում այսօր որ նայում ենք որոշակի առումով կարող են գնահատել բալանսավորված քաղաքականություն, հավասարակշիռ, այո, եւ այն մեղադրանքները, որ հիմա արդեն շրջադարձային որոշումներ են կայացվում, գնում երկիրը դեպի արևմուտք է թեքվել եւ այլն, չէ, ինչու, որովհետեւ հայտ չի ներկայացվել Եվրամիության անդամ դառնալու։ Այո, օրենքը ընդունվել է ազգային ժողովում, բայց դրանից հետո դեռևս Հայաստանի կառավարությունը որևէ հայտ չի ներկայացրել Եվրամիության անդամ դառնալու։ Այսինքն, եթե դա տեղի ունենար, հիմա մենք ուրիշ մի քիչ զրույց կունենայինք, ինչ կապված է ԵԱՏՄ-ի մասով։ ԵԱՏՄ-ը որքան էլ որ որոշները ասում են, որ պետք է խորացնել քաղաքական ինտեգրացիա եւ այլն, ամեն դեպքում ԵԱՏՄ-ն ինքը տնտեսական միավորում է եւ Հայաստանը հաշվի առնելով այն աշխարհագրությունը, որտեղ գտնվում է, բնականաբար չի կարող հաշվի չառնել իրողությունները աշխարհագրական եւ այլն, որպեսզի Հայաստանը լինի ԵՄ անդամ, ինչը միգուցե օրինակ ես կուզենայի կամ որևէ այլ մարդ կուզենար կամ մեր քաղաքացիները կուզենային, գոյություն ունեն իրողություններ, ցանկություններից բացի։ Իրողությունը նա է, որ որևէ երկիր մեր հարևաններից պետք է նույնպես լինի Եվրամիության անդամ, որովհետեւ օրինակ եթե նույն դիտարկում ենք Վրաստանը, այսօր Վրաստանի եվրոինտեգրման ուղին Եվրոպական միությունը կարծես թե սառեցնում է, սառեցնել է։ Երկիրների ԱՏՄ անդամ հարևան։ Տեսեք, մենք Վրաստանով ենք, չէ՞, մեր բեռները հիմա տեղափոխում, բայց նույն Վրաստանը հիմա ունի խնդիր Եվրոպական միության հետ։ Դա ակնհայտ է։ Այսինքն, եթե մենք դառնում ենք ԵՄ անդամ, գոնե Վրաստանը նույնպես պետք է դառնա ԵՄ անդամ։ Եթե Վրաստանը ունենում է խնդիրներ Եվրոպական միության հետ, ինչ այսօր կա, դա խոչընդոտ է ստեղծում Հայաստանի համար։ Դե Թուրքիան, այո, դրա մասին էլ է շատ խոսվում, հեռանկարային, եթե Թուրքիայի սահմանները բացվի, մենք Թուրքիայի միջոցով կարող ենք, հա, եւ այլն, բայց դա դեռևս իրողություն չէ։ Ես խոսում եմ այսօրվա իրողությունների մասին։ Ես կարծում եմ, որ այստեղ մենք փորձում ենք ժամանակից առաջ անցնել։ Ես այսօրվա օրով եմ խոսում, ես ձեր ասածների հետ կիսով չափ եմ համաձայն, որովհետև փաստը, որ մենք հռչակել ենք Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելը, քաղաքական փաստ է։ Դա քաղաքական փաստ է։ Բայց հայտ չկա Տիկին Ադամյան։ Կուրսի, երկրի քաղաքական կուրսի ամրագրում է։ Հայտ կարող է լինել։ Կարծում եմ ԿՊ բարձրաստիճան պաշտոնյաների տարբեր հայտարարություններ այնուամենայնիվ լսել եք, հայտ կարող է լինել արդեն եկող տարի, հայտ կարող է լինել նաև այս տարի։ Խնդիրը հայտը չի, ես դա եմ ուզում ճշտել, խնդիրը հայտը չի։ Իսկ հայտ ասելով ինչ ենք հասկանում, ասենք որ մեր հերոստատիկները հասկանում են։ Հայտ ասելով հասկանում ենք, որ մենք Եվրամիությանը պաշտոնապես, Բրյուսելին պաշտոնապես ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության դիմումը Եվրամիության անդամակցության տեխնատուի կարգավիճակ ստանալու համար։ Ես կարծում եմ, որ Եվրամիության անդամակցության տեխնատուի կարգավիճակը ինքնին որոշակի չափորոշիչներ ունի։ Մենք պետք է եվրոստանդարտներին համապատասխանող տնտեսություն ունենանք։ Մենք պետք է ժողովրդավարության մակարդակով եվրոստանդարտներին համապատասխանենք, այստեղ կարծում եմ խնդիրներ չունենք, բայց մենք ունենք տնտեսական խնդիրներ, մենք ունենք լոգիստիկ խնդիրներ, եւ քանի դեռ այդ խնդիրները մենք չենք լուծել, Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու հայտ ներկայացնելու հաջորդ օրը մենք չենք դառնալու Եվրամիության։ Շատ ճիշտ ասացիք։ Այս պարագայում ես կարծում եմ, որ որևէ մեկի մոտ պետք չէ կեղծ սպասումներ առաջացնել, որ տեսեք վիզաների ազատականացման գործընթացը սկսվել է։ Տեսեք Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետությունը դեռ այն ժամանակ Բրյուսելում քառակողմ հանդիպումից հետո այս տարի դեկտեմբերի 2-ին ճանապարհային նոր քարտեզ ստորագրելուց հետո մենք շատ սրտ հարաբերություններ ունենք Եվրամիության հետ։ Դե ֆակտո Բրյուսելը մեզ անընդհատ ասում է, որ իր դռները մեր առաջ բաց են, մեզ այնտեղ սպասում են, բայց մենք ունենք որոշակի հարցեր, որոնք պետք է լուծենք,
ՍԵՊԱ-ով էլ, ՍԵՊԱ պլյուսով էլ համապատասխանելու Եվրամիության չափանիշներին։ Իդեպ, այդ չափանիշներին համապատասխանեցումը Եվրամիության Բրյուսելի քմահաճույքը չի։ Դա գերանժարեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, մեզնից յուրաքանչյուրի համար, մեր տնտեսության զարգացումը, մեր լոգիստիկ փոփոխությունները, հարևանների հետ հարաբերությունները, հաղորդակցուղիների վերաբացումը, այս ամեն ինչը ծրագրեր են, որոնք Հայաստանի Հանրապետության Եվրամիության անդամակցության գործընթաց են արագացնելու այնքան արագ, որքան արագ կյանքի կկոչվեն։ Դուք հավատում եք այդ ծրագրին։ Տիկին Ադամյանը մի հատ շատ կարևոր խոսք ասաց՝ լոգիստիկ խնդիրներ։ Լոգիստիկ խնդիրներ տեսեք, եթե մենք վերցնենք եւ խոսենք տնտեսական թվերով, հա, մենք այսօր ԵՄ արտահանում ենք հիմնականում, չեմ ասում միայն, հիմնականում հումք, եւ մեր առևտրաշրջանառությունը ԵՄ-ի հետ կազմում է 2 միլիարդ, դա 25 թվականի չէ, 24 թվականի արդյունքներով եմ ասում, մոտ 2 միլիարդ 100 միլիոն դոլարի առևտրաշրջանառություն։ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մենք ունենք մոտ 14 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն։ Իհարկե, այս տարվա դա 24 թվական տվյալներն էր, իջել է ռեէքսպորտի առումով, ռեէքսպորտը դուրս է գալիս մեծ հաշվով, հա, դա այն թանկարժեք մետաղներն են, ոսկին է, ալմազներն են, բրիլյանտներն են, որոնք որ մեր միջոցով գնացել են դեպի Արաբական Էմիրություններ եւ Չինաստան, բայց 6 միլիարդ դոլար եթե մենք դիտարկենք եւ կա նաեւ անկում Եվրոպական միության հետ առևտրաշրջանառություն։ Սա ինչից է գալիս։ Ոչ թե նրանից, որ բիզնեսը ցանկանում է իր ապրանքը տանել Ռուսաստան կամ Ղազախստան եւ չի ցանկանում տանել Եվրոպական միություն։ Տեսեք, կան քաղաքական հայտարարություններ, բայց կա նաեւ տնտեսական իրողություն։ Բիզնեսը միշտ տանում է այնտեղ, որտեղ որ շահավետ է։ Բիզնեսը տանում է այնտեղ, որտեղ որ ծախսը լոգիստիկ ավելի քիչ է եւ շահույթը ավելի մեծ է։ Այս առումով այսօրվա իրողության մեջ, տեսեք, ասում եք Թուրքիայից սահմանները բացի, երբ որ վաղը կլինի այդ իրողությունը, մենք կնստենք նոր իրողության մեջ կխոսենք։ Բայց այսօրվա իրողության մեջ բնական է մենք արտահանում ենք պատրաստի ապրանքներ դեպի ԵԱՏՄ շուկաներ։ 85% սա պաշտոնական թվեր եմ ասում, մեր գյուղատնտեսական ապրանքները գնում է դեպի Եվրասիական տնտեսական միություն, բայց մասնավորապես դեպի ռուսական շուկա բնականաբար։ Որպեսզի մենք տանենք մեր ապրանքները ԵՄ, շատ ճիշտ է ասում Տիկին Ադամյանը, մենք պետք է մեր տնտեսության մոդելը փոխենք, մեր ապրանքների որակը բարձրացնենք, դրանք համապատասխանեցնենք եվրոպական չափանիշներին, որտեղ եվրոպական շուկան ընդունում է կվոտավորմամբ։ Դու չես կարող որոշել, որ օրինակ ես 1000 շիշ կոնյակ պետք է տանեմ այսօր Եվրոպական միություն։ Նույնիսկ եթե դու համապատասխանեցնել ես այն եվրոպական չափանիշներին, կա կվոտավորում, քո երկրից ինչ է ակնկալվում։ Օրինակ Իսպանիայից ակնկալվում է հիմնականում օրինակ իսպանական լոլիկը, որտեղ այն մրցունակ է գնի առումով եւ որակի առումով եվրոպական շուկայում։ Հիմա այդ կվոտավորման սկզբունքն էլ մենք պետք է հաշվի առնենք, որ մենք չենք, մեր բիզնեսը չի կարող ինչ որոշի վերկենա ու տանի դեպի Եվրոպական միություն։ Այսօր մենք կարողանում ենք, այո։ Հիմա տեսեք, ես չեմ ասում, որ մենք պետք է մեր հույսը դնենք միայն ռուսական շուկայի վրա, որտեղ միայն մի կետից կախված լինելը մշտապես ենք, այո, մշտապես եմ ասել, հիմա էլ եմ ասում, մի կետից կախված լինելը շատ վատ է, ու կապ չունի, դա Եվրոպան է, Ամերիկան է, Ռուսաստանն է, ընդհանրապես կապ չունի, երկրի պրագմատիկ շահերի տեսանկյունից մենք պետք է, այո, մեր որակն էլ ապրանքի բարձրացնենք, այո, կարողանանք Եվրոպական միություն արտահանել ոչ միայն հումք, այլ նաև մեր պատրաստի ապրանքները, ինչու, որովհետև պատրաստի ապրանքը դա հավելյալ աշխատատեղեր է, հավելյալ արժեք է, բայց ասել, որ մենք հիմա շատ արագ դրան կգանք, դուք դա չեք ասել, բայց որ կան շրջանակներս մենք շատ արագ հեսա կդառնանք Եվրոպական միության անդամ, շատ արագ մեր ապրանքների որակը կբարձրացնենք, շատ արագ եվրոպական չափանիշներ եւ այլն, այստեղ մի հատ խնդրեմ կա։ Եկեք նենց անենք, որ կարողանանք դա զգույշ անենք, կարողանանք այդ դիվերսիֆիկացիա ասված իրոք դիվերսիֆիկացիա անենք, ոչ թե ասենք եկեք կտրվենք ռուսական շուկայից, գնանք դեպի հիմա Եվրոպական միության շուկա։ Նորից եմ ասում, այդ ճանապարհին մեզ շատ լուրջ խնդիրներ է սպասվելու։ Դրա համար ես կողմ եմ իրական դիվերսիֆիկացիայի, ոչ թե կտրվել մի հնարավորությունից փորձելով ընկնել այլ հնարավորություն ստեղծելով, այլ մենք կարողանանք այդ հնարավորությունները, որոնք այսօր ունենք եւ տարիներով ստեղծել ենք, պահենք եւ ստեղծենք հավելյալ շուկաներ։ Իսկ ինչու՞ միայն Եվրոպական միություն, նաեւ
արաբական երկրներ, ասիական շուկաներ, դա հենց իրական այն դիվերսիֆիկացիոն քաղաքականությունն է, որը որ պետք է Հայաստանի Հանրապետությունը վարի։ Արաբական աշխարհը եւ Մերձավոր Արևելքը դա առանձին թեմա է եւ ոնց որ ասած Եվ շատ հետաքրքիր թեմա։ Շատ հեռանկարային նաեւ թեմա, ինչպես նաեւ չինական ուղղությունը, Չինաստանը, բայց ամեն դեպքում եկեք մի հատ sense բան անենք, հա, նորից sense անդրադառնանք այս տնտեսական մասը ավարտենք, անցնենք քաղաքականի։ Ի վերջո, եթե դուք լինեիք շարքային քաղաքացիներ, չզբաղվեիք քաղաքականությամբ, ուղղակի այն շարքային էլ քաղաքացիներ են։ Հիմա դուք ունեք ձեր դիրքորոշումը, դուք ներկայացնում եք կուսակցություններ, դուք զբաղվում եք քաղաքականությամբ, բայց եթե լինեիք շարքային քաղաքացի, անկեղծ էլի, սենց են որ ասում են լիարժեք անկեղծ փորձենք լինել այս ամանորյա տոներին մեր քաղաքացիների հետ։ Ի վերջո, մեր տնտեսական շահը որտեղ կտեսնեիք ավելի շատ Եվրոմիությունում թե Ռուսաստանում։ Տնտեսական շահը եւ իբրև շարքային քաղաքացի, եւ իբրև միջին վիճակագրական հայ, եւ իբրև մարդ, որ քաղաքականության մեջ է, ես տեսնում եմ Հայաստանում։ Ես տեսնում եմ Հայաստանի տնտեսության զարգացումը։ Հայաստանում տնտեսության կառուցվածքի պետքա տարվի։ Եթե թույլ տաք կասեմ, Հայաստանում պետք է տնտեսության կառուցվածք փոխվի։ Մենք չենք կարող անverջ ապավինել ծառայությունների ոլորտին եւ շինարարությանը։ Մենք պետք է զարգացնենք արտադրություն, մենք պետք է զարգացնենք արդյունաբերություն։ Եվ այստեղ արդեն ապավինելով աշխարհաքաղաքական փոփոխություններին, մենք ստանում ենք նաեւ լոգիստիկ հնարավորությունները։ Եկեք չփորձենք Հայաստանի Հանրապետությունը դիտել իբրև մեկուսացած երկիր, որ անverջ պետք է նստենք մենք մեր տան ու այսպես մտածենք, լավ էս նոր տարին, էս նոր տարուց հետո ինչ ենք անելու։ Ինչ ենք անելուն շատ հստակ է, զարգացնելու ենք երկիրը։ Եվ այստեղ խնդիր է առաջանում, արդյոք իշխանությունների վարած հավասարակշիռ քաղաքականությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության շահերին։ Ես կարծում եմ, որ արդեն ոչ, կամ դեռ ոչ, որովհետև հավասարակշիռ քաղաքականություն վարելը, երկու բևեռների միջև անverջ լարախաղացություն անելը հաջողության կբերի այն պարագայում, երբ այդ բևեռները միմյանց նկատմամբ տոլերանտ են, ամենայն դեպս տոլերանտ են։ Դե պատերազմ։ Այս իրավիճակով մենք պետք է մեզ համար հստակ ուղենիշներ ունենանք։ Ինչ է մեզ պետք, ներդրումներ պետք են, նոր տեխնոլոգիաներ պետք են, եւ որտեղ ենք մենք այդ ներդրումներն ու նոր տեխնոլոգիաները ապահովելու։ Պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանից, որը նաեւ անverջ պատերազմում է ու այդ պատերազմի ավարտը չի երևում։ Ամենայն դեպս չի երևում, հուսանք որ կստանանք, բայց ավարտը չի երևում։ Ինչ ենք մենք ուզում։ Եթե մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության տնտեսություն զարգանա, ակնհայտ է, չէ, որ ԵԱՏՄ-ում մենք որևէ հեռանկար չունենք։ Նիկոլ Փաշինյանը 7 տարի ԵԱՏՄ գնում է ու անverջ ելույթ է ունենում։ Հարգարժան գործընկերներ, եկեք թվայնացնենք տնտեսությունը։ Ելույթ է ունենում, ծափահարում են, ասում են շատ լավ, հաջորդ ելույթը նույն թեմայով։ Ինչու՞։ Ինչու է այդ տարածքը մնում կոռումպացված, փակ նատուրալ տնտեսության սկզբունքներով աշխատող տարածք։ Եվ արդյոք մեր ապրանքները, որ մենք այստեղ որոշել ենք, որ մրցունակ չեն, որ ինչ որակի ապրանք ուզում է լինի ԵԱՏՄ շուկայում կամ Ռուսաստանի շուկայում, սպառման հնարավորություն այնուամենայնիվ ունեն, հետ հարվածով հենց մեզ չեն խփում, չեն լճացնում մեր գյուղատնտեսությունը, մեր տնտեսությունը, զարգացման հնարավորությունները արդյոք չեն փակում հենց մեզ համար։ Վերջին հաշվով մենք պետք է մտածենք զարգացնելու մեր գյուղատնտեսությունը, վերափոխելու մեր տնտեսության կառուցվածքը, դուրս գալու շատ ճշգրիտ նկատեցիք, միանգամայն ձեզ հետ համաձայն եմ արաբական շուկա։ Այո, ինչու ոչ արաբական շուկա։ Բայց արաբական շուկայում էլ որակով ապրանք է պետք, ոչ թե ինչ որ Ռուսաստանը աստիճանաբար փակում է, Կարսը, Լարսը, չգիտեմ էլ ինչ է, Մարսը ու հանկարծ գնալու տեղ չունեն, գնում են եւ վերջո չէ, որովհետեւ սա խնդիր է։ Ես հասկացա, ավելի վատ ապրանք է գնում, հա։ Ասում եմ, թույլ տվեք ավարտեմ, որովհետեւ սա ինձ համար սկզբունքային խնդիր է։ Մենք այնուամենայնիվ ԵԱՏՄ թե ԵՄ իրական ընտրություն չունենք, որովհետև ստացվում է մի դեպք, մի իրավիճակ, որ
ԵԱՏՄ-ում հեռանկար չկա, բոլոր հեռանկարները կան ԵՄ-ի արևմուտքի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացման մեջ, բայց այստեղ էլ մենք անverջ հապաղում ենք ինքներս մեզ համար, մեր երկրի ներսում ստեղծում ենք խիստ հավասարակշիռ խոչընդոտներ։ Սա է իրավիճակը, ու այս ճշմարտությունից պետք չի խուսափել, որովհետև պետք է նայել իրականության աչքերին, ախտորոշումը տալ ու վիճակը փոխել։ Կարսը, Լարսը, Մարսը, ես չգիտեմ, փագում են, փագում են, բայց տենց էլ չի փագվում, անընդհատ։ Որովհետև իրենց է ձեռնտու բաց բարել։ Դուք համաձայն եք, որ դեպի ԵԱՏՄ գնում է, ասենք, այն ապրանքը, որ կարող չգնալ, էլի, ասենք, լավ որակը չի գնում, նույնիսկ արաբական աշխարհը չի գնում։ Մենք պետքա նախև առաջ ասեմ, որ հայկական արտադրությունը բավականին որակով արտադրություն է, եթե համեմատենք շատ երկրների հետ, նույն Եվրոպական միության երկրներ, ուղղակի այնտեղ չափանիշներն է ուրիշ ապրանքի որակի մասին չի մենակ խոսքը։ Ուղղակի որ ապրանք։ Տեսեք, նույն մոլդովական գինին, որը որ շատ լավ գինի է, հա, ասենք, ճիշտ է, ֆրանսիական գինից, հիմա չեմ ուզում մոլդովացիներին վիրավորել, մեկը սիրում է ֆրանսիական գինի, մեկը սիրում է մոլդովական։ Մոլդովային, երբ որ ասոցիացման պայմանները ստորագրեցին որոշակի քվոտաներ, որոշակի պրեֆերենցիաներ, որպեսզի մոլդովական եւ վրացական գինիներին էլ ժամանակին, երբ որ հիշում եք այդ առավելությունները տրվեցին, քաղաքական որոշումներ 13 թվին, այդ մոտ այդ ժամանակ Մոլդովան կնքեց ասոցիացիան պայմանագիրը Եվրոպական միության հետ, դուք կարող եք տեսնել տնտեսական անկումը Մոլդովայի այդ ժամանակահատվածում կարող եք գնալ Տիկին Ադամյան բացել, սա ես բաց աղբյուրներից եմ ասում, ինչու, որովհետեւ Մոլդովան հիմնականում իր գինիները արտահանում էր դեպի ռուսական շուկա, երբ ինքը ստորագրեց ասոցիացիան պայմանագիրը, ինչ ասեցին եվրոպացիները, ասեցին քո գինին չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, մոլդովացիները պարզ լեզվով ասեցին, ինչ պետք է արվի, ասեցին դու պետք է քո խաղողի սորտերը ընդհանրապես փոխես, մենք կտանք քեզ սերմեր, դու այդ սերմերը ուրեմն բան կանես, նոր խաղողի այն չափանիշներով եվրոպական որակը կստանաս գինի եւ արդեն եւ այլն, այսինքն բայց ռուսական շուկայից իրանք զրկվեցին եւ եղավ տնտեսական անկում։ Որովհետեւ մենք մեր խաղողը հանենք փոխենք, համարենք եվրոպական խաղող։ Եթե նման անհրաժեշտություն ծագի, որովհետև կունենանք շատ կտրուկ տնտեսական անկում, իսկ Հայաստանի դեպքում այդ տնտեսական անկումը մեր մասով պետք է անել բարենպաստ չի լինել։ Մի վախեցրեք, որ մեկին բացուփակ աղբյուրներով տնտեսական այնքան անկումների միջով ենք անցել, որ դե հիմա դուք ուզում եք մի քանի ցույց ձեռներ, հա, հասկացանք, հիշում եք, այդ ամենը դեսպան անկման մեջ հաստատ չենք հայտնվի։ Ես որ ասում եմ, ինչու մենք դա չենք կարող անել, ես նկատի մի քանի ցույցեր արտադրության փոփոխությունը, այստեղ լաբորատորիաներ ունենալը, որակը։ Քանի տարի է պահանջում Տիկին Ադամյան, որ մենք դա անենք, մեր տնտեսությունը համապատասխանեցնենք եվրոպական չափանիշներին։ Շատ լավ, ես հակադարձ մենք անverջ խոսում ենք այդ մասին եւ ոչինչ երբեք չենք սկսում։ Քանի տարի է պետք որպեսզի սկսենք։ Դրա մասին խոսում է կառավարությունը, դրա մասին խոսում եւ փորձագիտական հայրությունը եւ կուսակցական շրջանակները։ Բայց Նիկոլ Փաշինյանը միևնույնն է գնում է Եվրասիական տնտեսական միության միջոցառումներին մասնակցում է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ կան իրողություններ գետնի վրա եւ քաղաքական որոշումները իմ կարծիքով Տիկին Ադամյան պետական մակարդակով ընդունվում են այդ իրողություններից ելնելով։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ մենք այսօր ստանում ենք ռուսական գազ $165 1000 խորանարդի դիմաց եւ այլընտրանքը ռուսական գազի ոչ պարսկականն է, ոչ ադրբեջանականն է։ Ասեմ ինչու, ոչ թե որտեղ մենք ռուսներին շատ ենք սիրում ու ռուսները մեզ շատ են սիրում, այլ որտեղ մենք Ռուսաստանի հետ ունենք երկկողմ պայմանագրային հիմունքների վրա հարաբերություններ գազի գնի առումով եւ միջազգային գներից մենք էժան ենք ստանում ռուսական գազը ելնելով նրա այն հանգամանքից որ մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ ունենք Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություն բայց ես խոսում եմ տնտեսության մասին խոսում եմ տնտեսական թվերով քաղաքականությունը դնում եմ մի կողմ ոչ ռուսներն են իմ աչքի լույսը ոչ արևմուտքն է իմ աչքի լույսը իմ աչքի լույսը իմ ժողովուրդն է իմ աչքի լույսը իմ երկիրն է բայց եկել չէ ինչու դուք մտածում եք որ սեր դեպի հայրենի դա պոպուլիզմ է Տիկին Ադամյան կներեք ես էլ ասեմ ինչու չի կարա լինի այլընտրանք պարսկական գազը ինչի մասին շատ է նշվում եւ ադրբեջանական գազը ինչի մասին շատ է լսվում ռուսական գազին որտեղ ադրբեջանական գազը միջազգային բորսայում սա պաշտոնական թվեր եմ ասում օբյեկտիվ
վաճառվում է $250-300 1000 խորանարդի դիմաց։ Պարսկական գազը վաճառվում է 1000 խորանարդի դիմաց $400-ով։ Ամենաէժան գազը, որը մենք կարող ենք ստանալ օբյեկտիվորեն այսօր, դա ռուսական գազն է։ Հիմա կար ամերիկյան դեսպան, նախկին դեսպաներից մեկը, որ հայտարարեց, որ ոչինչ, Հայաստանը կարող է մի քանի ցուրտ ձմեռներ անցկացնի, բայց կարևորը կտրվի ռուսական ազդեցությունից։ Ես չեմ ուզում, որ իմ ժողովուրդը 90-ականները վերհիշի։ Ես չեմ ուզում, որ իմ ժողովուրդը անցնի ծանր ճանապարհով։ Գիտեք, ես ինչ եմ ուզում, ինչ ասեցի ես սկզբում եւ ինչ եմ ես ուզում։ Ես ուզում եմ, որ լինի այո դիվերսիֆիկացիա, բայց դիվերսիֆիկացիա լինի ոչ թե ցուրտ ձմեռների, սոված, չգիտեմ, ծառավ տարիների միջոցով անցնել, այլ լինի շատ ավելի գրագետ, շատ ավելի ճիշտ ու փառք Աստծո, որ որոշ առումով Հայաստանի կառավարությունը դեռևս կտրուկ քայլեր այդ հարցում չի անում։ Այո, եթե պետք է Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովին, ԱՊՀ գագաթնաժողովին, եթե պետք է գնում է Եվրոպական միություն, եթե պետք է գնում է Ամերիկա, եւ այո, մենք պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, որ ռիսկերը մինիմիզացնենք, ռիսկերը նվազեցնենք, որպեսզի որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից մենք չունենանք որևէ ռիսկ եւ որևէ մարտահրավեր։ Գեղեցիկ մտադրություններով սալարկված է դժոխքի ճանապարհը, Դանթե Ալիգերի։ Դուք ասում եք հրաշալի ճշմարտություններ, իրական գետնի վրա ձեր ճշմարտությունները աշխատում են։ Այո, որտեղ մենք գնում ենք էժան գազ, դա ճշմարտություն է։ Դուք չեք գնում էժան գազ։ Բա ինչ եմ անում։ Նվեր եմ ստանում։ Դուք չեք գնում էժան գազ։ Սահմանից երբ անցնում է մինչև սահման ձեր գազը այո։ Շատ բարի։ Սահմանից ասում Բայց ես խոսում եմ սահմանի գների մասին, Ադրբեջանն է։ Ես շատ սիրալիր լսում եմ։ Կներեք, շարունակեմ։ Ինչն է խանգարում Հայաստանի Հանրապետության իշխանությանը, պահպանելով Գազպրոմի հետ իր բոլոր պայմանագրերը, շարունակելով գնումներ սկսել երկրորդ կամ երրորդ երկրներից։ ԵՄ անդամ դառնալով ԵՄ անդամությունը դուք եք ասում մենք պետք է դառնանք ԵՄ անդամ, բայց ունես գնի Տիկինադանը։ Օրինակ որ երկրից։ Խնդրեմ գնենք, ես խոմ կողմ չեմ, դեմ չեմ որ գնենք։ Մենք կարող ենք, այո, Իրանից կարող ենք գազ գնել եւ ընդունեք, որ մի քիչ աբսուրդային է։ Բայց ԱՄՆ-ն մեզ Հարևան Իրանը թողած, Եվ դեռ չկային պատժամիջոցներ, եւ դեռ ընդհանրապես շատ ուրիշ իրավիճակ էր, մենք չգիտես ինչու գնում էինք Գազպրոմից $400 պակաս մեզ գազ չի կարողացա, սա Իրանի գործընկերներն են ասում։ Գնային բանակցային էթեկյատները, ո՞վ է գնա։ Դե թող Նիկոլ Փաշինյանը կառուցում բանակցային իշխանություն։ Չէ, բանակ 7 տարի իշխանությունը չէ, բանակցային։ 7 տարի իշխանությունը։ Բայց էմբարգոն ո՞ր թվականն է։ Անկինադեն 8 տարի իշխանության են։ 7 տարի բասկական գազի վրա են։ Բա 5 տարի գազ բերեին 8 տարի իշխանություն, բա 5 ուրեմն չի լինում, չէ՞ այդ անել։ Վստահ չեմ, որ չի լինում եւ վերջին հաշվով, եթե չի լինում այդ գազը, կա թուրքմենականը։ Թուրքմենականը որով են բերում։ Թուրքմենական գազը կա։ Դե տրիփլը չկա որ բերենք։ Պետք է մտածել Կլինի տրիփ, այդ վաղ կբերենք։ Մենաշնորհները վերացնելու մասին։ Որևէ մեկը, որ կուսակցությունից լինի կամ ընդհանրապես, չգիտեմ, ով լինի, չի կարող ասել վերադարձեք ցուրտ ու մութ գիշե օրերին, ձմեռներին եւ այլն, ասել է դա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին հանգիստ թողնել։ Ես հիմա քննարկում եմ այս իրավիճակը։ Որևէ մեկը վերադարձի կոչ չի անում ցուրտ ու մութ։ Չէ, ես հասկ ես ձեր մասին չի ասում, Տիկին։ Ես նկատի ունեմ, որ Հայաստանի Հանրապետության տնտեսության այն ճյուղերը, որոնք ենթադրում են բազմամոդալ, բազմաֆունկցիոնալ էֆեկտ, որոնք ունեն ռազմավարական նշանակություն, չպետք է լինեն Ռուսաստանի մենաշնորհը։ Դա վերաբերում է եւ էներգետիկային, դա վերաբերում է եւ Հունգարիան էլ է կախված էներգետիկ առումով Ռուսաստանից։ Կախվածությունը ախր, եթե դու շահից է բխում պրագմատիկ, տնտեսության զարգացման խնդիր է։ Հիմա դուք ասում եք էներգետիկ, Թուրքիայից կախված ենք էներգետիկայի առումով։ Չէ, ուզում եք Ադրբեջանից կախված լինենք, այդ եմ հարցնում։ Չէ, ես հարցնում եմ, չեմ հարցնում եմ ուղղակի։ Դուք մեղադրելու ոչ մի խնդիր չի։ Չէ, այդ եմ ուզում ասել։ Հարցնում եմ, ասում ուզում եք որ մենք Ռուսաստանից կախվածություն նվազեցնենք, ավելացնենք Ադրբեջանից Թուրքիայից։ Ես չեմ ուզում Թուրքիայից Ադրբեջանից կախված լինեմ։ Այս պարագայում դու որևէ մեկից պատկերացնում եք քաղաքական գինը այդ կախվածության Ադրբեջանից ու Թուրքիայից պատկերացնում եք։ Դուք ուզում եք լսեք, թե ուզում եք միայն խոսեք։ Շատ էլ լսում եմ ձեզ։ Ուղղակի եթե բանավեճը փորձում եմ պատասխանել։ Եթե դուք ունեք մեկ կոնկրետ ուզում եք խնձոր գնել։ Խնձոր։ Վերցնենք ամենաէժանը որակովն եմ ուզում։ Վերցնենք չեզոք ապրանք։ Եվ այդ խնձորը դուք գնում եք ոչ թե մեկ վաճառողից, այլ 5 տարբեր վաճառողներից,
Դուք այստեղ ստանում եք լավագույն խնձորը գնելու էֆեկտը եւ դուք ստանում եք այդ լավագույն խնձորի գինը իջեցնելու էֆեկտը։ Դուք լսում եք, չէ՞, ես ինչ եմ ասում, ամենաէժան գազը դա ռուսական գազն է։ Ամենավորակյալ գազը Պարսկականից եւ Ադրբեջանից դա ռուսական գազն է։ Եվրոպան որ Եվրոպա է, գնում է ռուսական գազ։ Միջնորդավորված դերբազատվել է ռուսական գազը։ Եվ շատ հաջող փոխարինել է իր էներգետիկներին։ Ոչ մի բան չի փոխարինել, ինքը միջնորդավորված Ադրբեջանի, Թուրքիայի միջոցով գնում է նույն ռուսական գազը, ավելի թանկ, քան առաջ գնում է Ռուսաստանից։ Եթե դուք ուզում եք, որ մենք Ադրբեջանից ու Թուրքիայից գնենք ռուսական գազ մի օր, 3 անգամ ավելի թանկ, դա լինելու է ռուսական գազ, օրինակի համար հարց չկա, կարող ենք, բայց ես ասում եմ ավելի լավ չի, մենք պահենք այն ինչ որ ունենք եւ այո, ձեր ասած դիվերսիֆիկացիան իրականացնենք, բայց դուք սկզբում ասում եք միակ ճանապարհը դա ԵՄ անդամ դառնալն է, չէ՞։ Ես ասում եմ ԵՄ անդամ օրինակ վաղը դառնանք, օրինակ չնայած Թուրքիան 97 թվականից չի կարող դառնա ԵՄ անդամ, ասեմ Մոլդովան էլ չի կարող, Վրաստանն էլ չի կարող, բայց դնենք հələ խոսակցությունը մի կողմ։ Վաղը ԵՄ անդամ ենք դառնում, Ռուսաստանը մեզ վաճառելու է էլի նույն գնով էժան գազ, ներքև ոչ։ Կան տնտեսական Ռուսաստանը ԵՄ անդամ երկրներին գազ չի վաճառում, դուք քանի գնով այդ եմ ասում վաճառում է, որքան արժեքը, որքան է, գիտեք 1000 խորանարդի դիմաց $165 Հայաստանին, $1000 2003, գիտեք, պիկին հասել է մինչև 4000։ Այսինքն ես ուզում եմ, որ իդեպ ասեմ, տնտեսագետները հաշվարկել են, կարող եք այս հաղորդումից հետո վստահելի ձեզ տնտեսագետների հետ մի հատ խոսակ եւ իմանաք, որ Հայաստանի տնտեսությունը նույն պարսկական գազը $400 չի կարող ձգի, որովհետեւ $400 Պարոն Ղուկասյան, հիշում եք մեկի բանավեճը։ Դուք այնտեղ փորձեցիք բանավեճը ամբողջ շրջել, տանել մոդուլային այգի վրա։ Յոթով ես միշտ սիրում եմ թվերով խոսալ։ Չէ։ Ես ձեր տակտիկան հրաշալի հասկանում եմ։ Հիմա դուք փորձում եք խոսակցությունը տեղափոխել գազի վրա։ Տեղափոխենք ուր եք ուզում, տեղափոխենք։ Չի վերաբերում կոնկրետ մոդուլային այգին կամ կոնկրետ գազին, սա վերաբերում է երկրի քաղաքականությանը։ Բայց քաղաքականությունը վերակառուցում։ Եվ այդ քաղաքականության արդյունքում փոփոխություններին, որովհետև այն ամբողջ պատմությունը, որ մենք ունեցել ենք անկախությունից հետո, դե ֆակտո եղել է տեղապտույտի պատմություն։ Եվ այդ տեղապտույտի պատմության պատճառներից մեկն էլ եղել է այն, որ Հայաստանի Հանրապետությունը 99 հոկտեմբերի 27-ից հետո կորցրել է ինքնիշխանությունը։ Հիմա մենք խնդիր ունենք այդ ինքնիշխանության վերականգնումը։ Եթե դուք տանում եք անվերջ տնտեսության մասնավոր օրինակների, բա ինչ անեմ ես, տնտեսությունն է հիմքը քաղաքականության, ինչպես ասել է տեխնոլոգ Լենինը։ Քաղաքական ինքնիշխանության հիմքում տնտեսական անվտանգությունն է, դա անվիճելի ճշմարտություն է։ Եվ եթե դու չունես զարգացող տնտեսություն, դու չես ունենալու ոչ մարդունակ բանակ, չես ունենալու։ Ուղղակի հիշեցնեմ աշխարհագրությունը, աշխարհագրական դիտք, այսինքն աշխարհաքաղաքականությունը աշխարհագրությունը ինձ պետք չի հիշեցնել, որովհետև ձեր աշխարհագրության հիշեցումին ես աշխարհաքաղաքական փոփոխությունները հակադրելու հրաշալի աշխարհագրությունը նաև որ մենք ունենք մեր հարևանները չեն փոխվելու, ոչ էլ մենք ենք։ Այո, դրա մասին եմ ես ասում։ Բայց հարևանների հետ հարաբերություններն են փոխվում։ Դուք չեք կարող դրա հետ շատ կողմ եմ խաղաղության, բայց նաև կողմ եմ։ Խաղաղությունը չի հարցը, խաղաղությունը չի հարցը։ Հարցը այն է, որ տնտեսությունը հարց չի, խաղաղությունը հարց չի։ Բա ո՞րն է հարցը։ Քաղաքական ելույթները։ Ասում եմ, տեսեք։ Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց, չէ՞։ Նախաստորագրվեց, բայց խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից շատ ավելի կարևոր են այն զարգացումները, որոնք տնտեսության հենքի վրա են, որովհետև որևէ մեկի համար գաղտնիք չի, որ տարածաշրջանում մենք չենք վերականգնել ուժերի հավասարակշռությունը, այսինքն Ադրբեջանը բազում կոմպոնենտներով մեզ գերազանցում է, եւ մենք չենք կարող դեռ հավասարի պես Ադրբեջանի հետ խոսել։ Լիովին համաձայն եմ ձեզ հետ։ Հիմա ո՞րն է մեր խնդիրը։ Մեր խնդիրն է ժամանակ շահել, հավասարեցնել դիրքերը։ Այո։ Այդ դա մենք շատ ավելի արագ, շատ ավելի իրական նպատակներ դնելով, չէ՞, եթե միանշանակ իրական նպատակներ երկրները տարիներով չեն կարողանում դառնալ ԵՄ անդամ։ Այդ ո՞նց եք մտածում, որ մի տարի հետո բացում եք մեր
Ռազմավարական ուղղությունը ասում եք պետք է լինի ԵՄ անդամ դառնալը։ Ես դրա համար եմ խոսում, բայց խոսեմ։ Ես շատ հստակ։ Ես ով եմ որ ձեզ թույլ չտամ խոսել։ Օ, Տեր Աստված, ինչ է բախտավորություն։ Իհարկե խոսեք, բայց չանց մեր ժամանակը մոտենում է ավարտին, բայց լավ, հիմա ես կփորձեմ արագացնել։ Ես կփորձեմ արագացնել, տեսեք, այդ հնարավորությունները տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնման հնարավորությունները մենք ավելի շատ ունենք համագործակցելով այն երկրների հետ, որոնք ընդհանուր շահեր ունեն Հայաստանի հետ, քան համագործակցելով այն կոնկրետ երկրի հետ, որը Հայաստանի Հանրապետությունում փորձում է իշխանապողության գնալ։ Որի խնդիրը տարածաշրջանում Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը կարտաշատ հարաբերություններ ունեն։ Որտեղ այդ էր իմ հաջորդ հարցը, Տիկին Ադամյան, տարածաշրջանում ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակն է տասնամյակներով եղել Մոսկվայի խաղաքարտը։ Երկու երկրներին էլ հավասարահեռ Մոսկվան այլևս առաջվա Մոսկվան չի, Մոսկվան էլ է շատ փոխվել։ Մենք էլ այլևս առաջվա ոչ Հայաստանն է, ոչ Մոսկվան, անգամ Վրաստանն ու Իրանը առաջվա։ Տիկին Ադամյան, հավատացեք, որ Մոսկվան չի նայում տարածաշրջանին Հայաստան, միայն տեսնելով Հայաստանը։ Մոսկվան նայում է տարածաշրջանին, տեսնելով բոլոր։ Դուք Մոսկվայից եք նայում Հայաստանին։ Չէ, ես նայում եմ պես քաղաքագետ, այն եւ վերլուծություն եմ անում հաշվի առնելով ինչ շահեր ունեն աշխարհակաղակական կենտրոնները։ Տեսեք, բայց ինչ հայտարարություններ են անվերջ հնչում, ինչ հայտարարություններ են անվերջ հնչում Ռուսաստանից։ Ինչ հայտարարություններ են հնչում, հետաքրքիր է, մի հատ ասեք։ Կհիշեցնեմ Զախարովայի վամպիրներին, կհիշեցնեմ Զախարովայի միջամտությունների փորձերը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, մասնավորապես Սամվել Կարապետյանի առումով, մասնավորապես եկեղեցի պետություն հարաբերությունների Ես ընդունեցի Զախարովայի ձևակերպումները, միգուցե կան շրջանակներ, որոնց դուր է գալի, կան շրջանակներ, որոնց դուր չի գալի, կան շրջանակներ, որ չեզոք են, հա։ Բոլորս տեսնում ենք Զախարովան ինչ ասում։ Կայա Կալասի հայտարարությունը հիշեցիք ՀՄԿ հիշացնեմ։ Կայա Կալասի հայտարարություններից որևէ բան ոչ մեկ չի նկատում։ Օրինակ որ Կայա Կալասը ուղիղ ասեն, որ չասեն օբյեկտիվ չի ասում։ Կայա Կալասը որ ասում է մենք մեր գործընկերների հետ քննարկում ենք, որպեսզի եւ կողմ ենք, որպեսզի մեր գործընկերները ուտեվ կողքը կանանացա Հայաստանի արտաքին գործերի նախարար, էլի խոսքը Հայաստանի կոնտեքստում է։ Միանան հակառուսական պատժամիջոցներին։ Դա ոչ մեկ չի նկատում, ասի, գիտեք ինչ, հակառուսական պատժամիջոցներին միանալը Հայաստանի շահերին դեմ է այսօր, որովհետեւ Հայաստանն այդ ռեսուրսը չունի, որ միանա։ Պատժամիջոցը Հայաստանի Հանրապետությունում միացել։ Եփ։ Հակառուսական քանի պատժամիջոց։ Բայց դուք ձեր արդեն պատասխանեցիք։ Մի րոպե, դուք իմացում եք Հայաստանի քայլերի մասով, ես ասում եմ Կայա Կալասի կոչերի մասով, քանի որ հիշեցիք Մարիա Զախարովայի հայտարարությունը։ Տեսեք, եկեք գիտեք ինչին եմ կողմ, որ Մարիա Զախարովայի հայտարարություններն էլ նկատեք։ Դուք ուզում եք զուգահեռ դնել Կայա Կալասին ու Մարիա Զախարովային։ Զուգահեռ չեմ ուզում դնեմ։ Չէ, ընդհանրապես, իսեր ասու։ Բայց նաև նկատենք Կայա Կալասի հայտարարությունները կամ որևէ եկեք այդ երկու հարգարժան կանանց թողենք մի կողմ եւ նայենք այլ, հա, այսինքն տեսեք, մենք պետքա մեր ինքնիշխանությունը պաշտպանենք բոլորից անխտիր։ Դա կլինի Ռուսաստան, դա կլինի Արևմուտք։ Ես չեմ ուզում, որ մենք մենակ տեսնենք ռուսական այդ բացերը, հա, բայց Արևմուտքում ամեն ինչ իդեալական է, հա, Տիկին Ադամյան, կարող եք ասել մի հատ այդպես բաց, որ ունի Արևմուտքը մեր հանդեպ կամ ընդհանրապես ունի, թե իդեալական։ Կարող ասեմ, այդ հարցը ես տամ ու ավարտենք մեր քննարկումը, որտեվ մեկը նույն բովանդակությունից մենք դուրս չենք գալիս։ Գազից արագ տեղափոխվեցինք Կայա Կալաս եւ Զախարովը, բայց ամեն դեպքում այս վերջի հարցը, որը մեր թեմային է վերաբերվում, եւ այս թեմայից սկսեցինք 26 թվականի ընտրությունների վերաբերյալ, այո, երկու դիրքորոշում կա, երկուսն էլ քննարկելի են, երկուսն էլ տարբեր մարդիկ տարբեր ձև են ընկալում, որ Ռուսաստանը, նախ ձեզ եմ հարցնում եւ ձեզ ոնց եք գտնում, Ռուսաստանը կարող է խառնվել մեր ներքին կյանքին եւ ընտրություններին, դուք ընդունում եք, որ կարող են տենց սցենարներ լինեն, եւ ո՞րն է ձեր դիրքորոշումը, եւ երկրորդը հաշվի առնելով հենց նաեւ Եվրոմիության հայտարարությունների պաշտոնյաների, որ իրենք վերանայելու են, հա, օժանդակելու են կամ Հայաստանի կառավարությունն էլ դիմել է, չէ, որ ընտրությունների հետ կապված այդ հիբրիդային թեմաները, որ եղել են։ Հիմա դուք ո՞նց եք դա գնահատում։ Գտնում եք, որ Հայաստանը պետք է ոչ մեկի կողմից ոչ մի բան չունենա ներազդեցություն եւ ինքը պետք է որոշի իր ընտրությունները, թե ամեն դեպքում այդ երբ որ ասում ենք ոչ մեկի
Ռուսաստանը պետքա չլինի, բայց Եվրոպան պետքա լինի, որովհետև Եվրոպան մեզ օգնելու է։ Այ ոնց եք պատկերացնում։ Կարճ խնդրում եմ երկուսի դիրքորոշումը եւ սրանով սահմանափակենք այսօրվա մեր բանավեճ քննարկումը։ Խնդրեմ Տիկին Ադամ։ Շնորհակալ եմ, որ այնուամենայնիվ նման հնարավորություն տվեցիք այս հարցերը քննարկելու, եթե սա եզրափակիչ խոսքն է։ Տեսեք, դուք ասում եք Ռուսաստանը կարող է, Ռուսաստանը արդեն իսկ դա անում է։ Հիբրիդային պատերազմը նոր չի սկսվել, հիբրիդային պատերազմը դեռ 20-20-ի պատերազմից առաջ էր սկսվել, պատերազմի ընթացքում էր ու հիմա առավել եւս։ Ես չեմ իշատակի, բազմիցս իշատակված կեղծ կայքերը արտասահմանում, որտեղ տեղադրվում են ինչ-որ լրատվամիջոցներում հայտնի լրատվամիջոցների անունով ստեղծված կեղծ կայքերը, որտեղ նյութեր են տեղադրվում, մատրյոշկաները, չաթբոտերը, զանազան զանգերի կենտրոնները, այս ամեն ինչը շատ հնացած մաշված տեխնոլոգիա է, որը համենայն դեպս օգտագործվել է այլ երկրներում եւ փորձում են պրոյեկտներ նաեւ Հայաստանում։ Նկատի ունեմ կոնկրետ Մոլդովան։ Մոլդովայում եւս այդ խնդիրը եղավ։ Ռուսաստանի Դաշնության նպատակը Հայաստանի Հանրապետությունում սեփական իշխանություն ունենալն է։ Սեփական իր ենթակա իշխանություն ունենալն է։ Այլապես չէի սկսի ոչ վերկացլաոնները, ոչ դիմադրության շարժումները, ոչ հոգևորականներին աշխարհիկների ձախողումից հետո այս հակահայկական, հակապետական շարժման մեջ բերելը ոչ էլ բնականաբար հայտնի միլիարդատերերին Հայաստանի Հանրապետությունում դեսանտ իջեցնելը։ Ճիշտ նույն օրինակը մենք ունեցանք Մոլդովայում, ճիշտ նույն օրինակը ունենք Արևան Վրաստանում, այնտեղ Իլան այնտեղ Իվանիշվիլի։ Հիմա այս խառնիճաղանչում, որը պետք է լինի միջին վիճակագրական ընտրողի խնդիրը։ Ճիշտ կողմնորոշվել, ճիշտ ուղենիշներ ունենալ, գնում ես ինչ ես ընտրում։ Գնում ես ընտրում ես ենթակայություն այլ երկրի, որի ընթացքում դու կորցրել ես հայրենիք, կորցրել ես տարածքներ, կորցրել ես զարգանալու տարրական տնտեսություն զարգացնելու տարրական հնարավորություն, որը բարեհաջող փոխել է ժողովրդագրական պատկերը քո իսկ երկրում։ Այստեղ տնտեսությունը զրոյացնելով ես ստիպելով, որ աշխատանքի որոնումներով հայերը գնան ռուսական տափաստաններում աշխատելու, այսինքն երկիր, որ բոլոր հնարավոր ձևերով, լինելով շատ եղբայրական, լինելով շատ բարեդրացիական, լինելով սերտ դաշնակից, այնուամենայնիվ, քեզ այնպիսի իսկանդարներ է տվել, որոնք X պահին չեն կրակել, իսկ քո հակառակորդի դե ֆակտո, քո թշնամուն այդ պահին այնպիսի զենքեր է տվել հարցակողական, անվանելով դա բիզնեսը, ինչի մասին է խոսքը։ Որոնք ես դեռ չեմ ավարտել, կներեք։ Այ ընտրությունը պարզ, կարճ, կոնկրետ է։ Ընտրում ես ինքնիշխանություն, թե ընտրում ես գուբերնիա։ Հանրապետություն կուսակցությունը 2026-ը հռչակել է ինքնիշխանության տարի, ու մենք հավատում ենք, որ հայ ընտրողը գնալու է ու ձայն է տալու իր ինքնիշխանությանը։ Մենք հավատում ենք, որ հայ ընտրողը իր մեծամասնության մեջ հնարավորություն է ստեղծելու, որ վերջապես 21-րդ դարը մուտք գործի Հայաստան։ Մենք դրան արժանի ենք, իսկապես մենք դրան արժանի ենք մեր բոլոր այս կորուստների, բոլոր այս ձեռքբերումների ու պարզապես են հավատի, հանուն են հավատի, որ մեր որդիների ուսերին չպիտի դնենք այն խնդիրները, որ մեր ուսերին դրել են մեր պապերը ու մեր հայրերը։ Շնորհակալ։ Աստված տա, Տիկին Ադամյանի բոլոր ցանկությունները կատարածվեն Հայաստանի բարեկեցության առումով։ 26 թվականը հռչակել եք ինչ-որ մի ուղղության տարի։ Տեսեք, նորից եմ ասում, Աստված տա, որ Հայաստանի բարեկեցության առումով Տիկին Ադամյանի բոլոր ցանկությունները կատարածվեն, ես միայն կողմ եմ եւ այո, ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքական դաշտի մեծամասնության նպատակը հենց Հայաստանի բարությունն է։ Տեսեք, գիտեք, Ռուսաստանը շատ մեծ երկիր է, օբյեկտիվ լինենք եւ այնտեղ միշտ գիտենք, որ չկան այտենց մի շրջանակ, այնտեղ շատ տարբեր էլիտաներ են, շատ տարբեր հայացքներով, շատ տարբեր շահերով, եւ դրա մասին հենց խոսում է Ռուսաստանի
ներկայացուցիչների կողմից, հա, նույն փորձագիտական շրջանակներից, այսինքն Ռուսաստանը միատար չի։ Չեմ բացառում, որ այո, իհարկե կան նաև որոշակի փորձեր աջակցելու այս քաղաքական, այն քաղաքական շրջանակներից տարբեր քաղաքական էլիտաների, հա, Ռուսաստանը միատար չի, նորից եմ կրկնում։ Թողենք Ռուսաստանի դա հիմա լավ է, վատ է, դա Ռուսաստանի ներքին գործն է։ Հիմա գիտեք ամեն դեպքում, հա, Հայաստանի քաղաքական դաշտում կա անդիմադիր մի սխեմա, այսինքն այն կոնֆիգուրացիան, որը եղել է վերջի տարիների ընթացքում, նույն պարլամենտական, պարլամենտից դուրս, հա, տարբեր շրջանակներ եւ այլն։ Եվ գաղտնիք չէ, որ ես չեմ ընդունում շատ ու շատ կոնկրետ այն անդիմադիր կոնֆիգուրացիաները, որոնք եղել են, հա, եթե որքանով որ քննադատել եմ ներկայիս իշխանության բաց թողումները, այդքանով էլ քննադատել եմ անդիմադիրներին եւ մի խոսքով դա էլ թողեմ։ Եկոմ, բայց շատ անգամ գիտեք որոշ անդիմադիր շրջանակներ իրանք են փորձում ներկայացնել, որ մենք գնացինք Մոսկվա, դաբրո ստացանք, որ իշխանափոխություն անենք, դա էլ կա, այդ գործոնն էլ կա, հա, այսինքն տեսեք, ես նշեցի համ այն կողմը, համ այս կողմը։ Ես կարծում եմ, որ այո, բայց որևէ մեկը ասենք որ մեկին դաբրո են տալի։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի քաղաքական դաշտը Հայաստան ժողովուրդը, ես չեմ կարծում քվեաթերթիկը գցող է, դաբրո որ հիմա սովետական միությունը հրանք են տալիս։ Թեկուզ հիմա դա անվանենք դաբրո, հրահանգ, չգիտեմ, պրիկազ, հա, ոնց են անվանում։ Ես դեմ եմ, ես անկեղծ դեմ եմ, անկեղծորեն դեմ եմ, թե ռուսական միջամտության, թե որևէ այլ կենտրոնի, կլինի արևմուտք, Ռուսաստան, չգիտեմ, արևելք, որևէ մեկի միջամտության դեմ եմ։ Այո, Հայաստանի քաղաքացին պետք է կատարի քվեն տա եւ ընտրի իր իշխանությունը, ձևավորի քաղաքական դաշտը, պարլամենտը, դա միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդի իրավասությունն է։ Եթե մենք խոսանք, որ այ տեսեք ռուսական բաները պետքա խառնվեն, խորհրդականները, արևմտյան խորհրդականները, տեխնոլոգիաներ եւ այլն, ես դրան դեմ եմ, հա։ Հիմա ես ճիշտ ասած, որ Եվրամիությանը դիմել ենք այդ բանը, աջակցությունը եւ այլն, գիտեք, մանրամասները չկա, մեզ ինչու են աջակցելու։ Ես չունեմ այդ մանրամասները, որ հիմա դերին շատ կտրուկ քննադատեմ կամ ողջունեմ։ Հիմա կլինի կոնկրետ, հիմա դա առաջին անգամ չի, դա վաղուց ծրագիր է։ Այդ եմ ուզում ասեմ, հիմա կարող է նոր տեխնոլոգիաներ, մի հատ կհասկանան։ Բայց դեք այն շրջանակները, որ ասում են, այո, Ռուսաստանը պետք է գաց տեղ իշխանափոխություն անի, դրանք հանցագործության կոչ են անում։ Նրանք ովքեր ասում են, այո, արևմուտքը պետք է գաց տեղ որոշի եւ այլն, նրանք պետք է որոշի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ես չեմ ասում դուք եք ասում, կան շրջանակներ Ես չեմ ասում դուք եք ասում, դուք ինադան։ Հակառակը դուք եք ասում։ Ես չեմ ասում դուք եք ասում, ասում եմ կան նաև այդպիսի շրջանակներ։ Կան, որ ասում են, թե Ռուսաստանը պետք է գա խառնվի, կա շրջանակներ, որ միայն արևմուտքը պետք է գա խառնվի, բայց շատ ճիշտ ասեցիք, այո, հա։ Ասում եմ ինքնիշխանություն, դա ինքնին ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետությունը զորակալ է։ Բայց տիկին անդր 3 անգամ շեշտեցի, որ ձեր մասին չեմ ասում։ Դուք հենց այդ ասում եք, որ լավ տրամադրություն, պետք է քաղաքացին ընտրի։ Ես ձեր հետ լրիվ համաձայն եմ։ Միայն քաղաքացին։ Այո, մեր քաղաքացին թող ընտրի, եկեք ցեզ լավ տրամադրությամբ էլ եզրափակենք մեր այսօրվա քննարկումները, շնորհակալ եմ։ Մաղթենք բարի ամենը։ Այո, մեր վերջի 30 վայրկյանը ամանորի հետ կապված ձեր ուղերձները կարճ ինչ եք մաղթում մեր ազգին 2026 թվականին, խնդրեմ։ Խաղաղություն, անվտանգություն եւ նոր աշխատատեղեր։ Ես կարծում եմ, որ աշխատատեղն է ամեն ինչի հիմքում, արտադրությունն է անկախության հիմքում։ Եվ մեր քաղաքացին իսկապես արժանի է այդ ամեն ինչը ունենալու, բոլոր հիմքերը կան։ Այս բայն աշխարհակական, քաղաքական, ներքաղաքական անգամ բոլոր հիմքերը կան այդ ամեն ինչի առավելագույնը ստանալու 2026-ը պետք է այդ առավելագույնի ու լավագույնի տարին լինի, դա եմ մաղթում բոլորիս։ Նախ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Տիկին Ադամյանին, միշտ հաճելի է բանավիճել եւ ամենայն հարգանքով շատ միշտ հաճելի է ձեզ տեսնել։ Շնորհակալություն Եվրամեդիային եւ ձեզ նաեւ հարթակ տրամադրելու եւ ձեզ նաեւ միշտ կանաչ եթեր եմ մաղթում։ Մեր հարգելի հայրենակիցներին եմ մաղթում եմ, որ լինի խաղաղություն 26 թվականը, վերելքի տարի լինի եւ ամենակարևորը ներդաշնակության տարի լինի։ Բոլորին մաղթում եմ ամենակարևորը սեր, հարգանք միմյանց նկատմամբ, ու թող 26 թվականի ընտրությունները անցնեն միայն պետության շահերից շահերին համապատասխան եւ իհարկե
հարգանքի մթնոլորտում, ոչ թե անընդհատ ատելության, կռվի եւ իրար այտենց չհարգելու էլի մթնոլորտում։ Մերսի։ Եվրոմեդիա 24-ի հարգելի հետևորդներ, այսօր տեսակ մեր քննարկումը բավական հետաքրքիր անցավ այս ամանորյա օրերին, կարծում եմ կհետաքրի մեր հետևորդներին եւ մեր քաղաքացիներին, թե ինչ է սպասվում 2026 թվականին ի վերջո հայ ժողովրդին, մեզ բոլորիս։ Այսօր մեր քննարկմանն էին մասնակցում, հիշեցնեմ, Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը եւ Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը։ Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, ուրախ տոնական օրեր, իսկ մենք կհանդիպենք։